Սիրելի երևանցիներ, ես հարթակի իրականացումը նախաձեռնվել է հենց այն նպատակով, որ Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները ամբողջապես թվայնացնել։ Եվ ես հարթակի միջոցով հենց այսօր էլ դուք կարող եք մտնել, գրանցվել, իդենտիֆիկացվել, տանից դուրս չգալով եւ օգտվել բոլոր հնարավոր քաղաքապետարանի ծառայություններից հենց ուղիղ տանից եւ առանց որևէ այլ հավելյալ խոչընդոտի։ Այս հարթակը համախմբում է Երևանի քաղաքապետարանի եւ իր ենթակառուցվածքների միջոցով տրամադրվող բոլոր ծառայությունները, հանդիսանալով մեկ արտադեմ, մեկ պատուհան սկզբունքով աշխատող։ Սրա գերնպատակը առավել հարմար ծառայություններ քաղաքացուն հասցնելն է եւ իհարկե բիզնեսին։ Հարթակից օգտվելը շատ պարզ է, ընդամենը մեկ գրանցումով, մեկ անգամ գրանցվելուց հետո քաղաքացին կարողանալու է օգտվել քաղաքային ծառայություններից, տեսնել իր պարտավորությունները, վճարել դրանց համար եւ օգտվել տեղեկատվական նաև ծառայություններից։ Ես ինքս իմ անունով գրանցված փորձարկումը ներկայացնեմ, թե ինչպես է դա լինում։ Ահա ես արդեն մուտք եմ գործել համակարգ եւ համակարգը ինքնաշխատ եղանակով ճանաչել է ինձ, իմ գույքերը, իմ տրանսպորտային միջոցները, հաշվարկել դրանց պարտավորությունները եւ ամբողջությամբ ինձ կարող է այստեղ ներկայացնել։ Այլևս անհրաժեշտություն չկա հիշել որևէ անշարժ գույքի կադաստրային ծածկագիր կամ վկայականի համարը կամ այցելել մեկ պատուհաններ, ընդամենը պետք է հարթակում գրանցվել եւ լոգին լինելուց հետո ձեր գույքերի մասին տեղեկատվությունը, դրանց պարտավորությունները, դրանց վճարման հնարավորությունը այստեղ երևում է։ Այստեղ առաջնային անշարժ գույքն է, տրանսպորտային միջոցը, աղբահանության համար նախատեսվող տեղական վճարը, որը բոլորը հնարավոր է մեկ հպումով վճարել։ Ծառայություններին անդրադառնամ, քանի որ ես որպես ֆիզիկական անձ եմ այստեղ մուտք գործել, համակարգը ֆիլտրել է միայն ֆիզիկական անձին հասանելի ծառայությունները եւ այստեղ ներկայացնում է քաղաքացին կարող է ընտրել իրեն անհրաժեշտ ցանկացած ծառայություն, ներկայացնել դիմում եւ ստանալ դրա պատասխանները։ Որպես էական տարբերություն, առավելություն նախկինում նմանատիպ ծառայություն Երևան հայմով տրամադրելու նկատմամբ այստեղ արկա է քաղաքացու սեփական էլեկտրոնային գրասենյակը, այսինքն երբևէ ինչ որ դիմում, որևէ դիմում, երբ որ ներկայացվում է քաղաքապետարան եւ դրա պատասխանը երբ որ ստանում եք, այստեղ բոլորը պահպանվելու է։ Այսինքն սա այն պապկան է, հա, այն գրասենյակն է քաղաքապետարանի հետ շփման, բոլորը այստեղ պահպանվելու են։ Սա ներկայացրեցի որևէ տեսակի դիմում, որ այստեղ արկա են դիմումի մասին մանրամասներ, ինչքից փաստաթղթեր են, պետք համակարգը ինքնաշխատ գեներացնի դիմումի այսպես ասած ձևաթուղթը, անհրաժեշտ է ընդամենը կցել կից ֆայլերը, ներառել դրանց մասին անհրաժեշտ տեղեկատվությունը եւ սեղմել ուղարկել կոճակը։ Դիմումը հասնում է Երևանի քաղաքապետարան, մշակվում է, անհրաժեշտ գործողություններ կատարվում են եւ պատասխանը արդեն իսկ նույն այս հարթակի միջոցով տրամադրվում է քաղաքացուն։ Ես ներկայացնեմ եւս մի նոր հնարավորություն, որ այստեղ որպես առավելություն Երևանայում կայքի նկատմամբ արկա է, գրանցվելով որպես Սարգիս Մանուկյան, եթե ես հանդիսանում եմ որևէ ընկերության տնօրեն կամ պատասխանատու, համակարգը ինքնաշխատ գտնում է իմ հետ փոխկապակցված ընկերությունները եւ եւս մեկ իրավաբանական անձի գրասենյակ ստեղծում եւ կցում է իմ օգտահաշվին։ Օրինակ Սարգիս Մանուկյանը լինելով Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների տնօրեն ինքնաշխատ եղանակով համակարգը գտել է այդ ընկերությունը եւ այստեղ արդեն իսկ ես հայտնվում եմ այդ ընկերության օգտահաշվում եւ կարող եմ տեսնել ընկերության դիմումները, ընկերության պարտավորությունները եւ ընկերության վերաբերյալ այլ տեղեկատվություն կկարողանամ ընկերության անունից ներկայացնել քաղաքապետարան դիմումներ, ստանամ պատասխաններ։
Հիմնական էական տարբերությունը արկա Երևանայում հարթակի հետ այս ֆունկցիոնալ հնարավորություններն էին, որը մենք կարծել ենք, որ արդեն իսկ այս տարբերակով իմաստ ունի հրապարակել եւ տրամադրել գործիքը քաղաքացիներին, որպեսզի եւս մենք փորձառությունը կուտակենք նաեւ, որից հետո օր-օրի այս համակարգում նոր ֆունկցիոնալ հնարավորություններ են ավելանալու, նոր մոդուլներ են համակցվելու եւ զարգանալու է։ Այս համակարգը փոխարինելու է Երևանի քաղաքապետարանի մեկ պատուհան գրասենյակներին։ Սա ամբողջությամբ պետք է ծածկի քաղաքային ծառայությունները էլեկտրոնային միջավայրում։